տիրամիսուն, երբ որ լավ փրփրում է, այսպես սպիտակում է, սիրունանում է, ավելացնում ենք մասկարպոնեն։ Սիրելիներս, մասկարպոնեն կարևոր բաղադրիչ է։ Օգտագործում ենք կես կիլոգրամ մասկարպոնե, այսինքն 500 գրամ մասկարպոնե ենք օգտագործում։ Հենց ամբողջը հիմա կավելացնեմ ու շարունակում ենք թեթև հարել։ Վերջ, հիմա այս բաժինը կողք ենք դնում, սկսում ենք հարել սերուցքը։ Սիրելիներս, սկսում ենք հարել սերուցքը, 300 մլ սերուցք է։ Սերուցքի փոխարեն, արդեն ասեցի, կարող եք ձվի սպիտակուցը օգտագործել։ Վերջ, սերուցքն էլ լավ հարվեց, հիմա պատրաստում ենք ընդհանուր կրեմը։ Հիմա այս երկու կրեմները պետք է խառնենք իրար։ Մի փոքրիկ սերուցքից վերցնում ենք, սկզբից շատ արագ ենք աշխատում, ոչ մի խնդիր չկա սկզբի համար, բայց հետո արդեն աստիճանաբար ենք ավելացնելու, որովհետև սկզբից ձուն լավ թանձր է, չէ՞, մասկարպոնի հետ։ Ի դեպ իսկական տիրամիսուի կրեմը պետք չի, որպեսզի շատ պինդ լինի, հակառակը, սիրելիներս, եթե շատ պինդ է լինում, ուրեմն իսկական չենք պատրաստել։ Իդեպ սերուցքը լավ որակի վերցրեք, կենդանական վերցրեք, որպեսզի համեղ լինի, բուսականները այդքան էլ համեղ չեն լինում, ճիշտ է լավ պնդանում են, բայց այդքան էլ համեղ չեն լինում։ Էդ էլ տենց խորհուրդ տամ, ուղղակի հենց տիրամիսուի համար։ Կրեմս պատրաստ է, նուրբ, ընտիր է, շատ համեղ, ընտիր կրեմ է ստացվել, արդեն հավաքում ենք տիրամիսուն, սիրելիներս, սավոյարդի տեսակի խվածքաբլիթներ, սրանք ես եմ պատրաստել։ Իդեպ մի օր կպատրաստեմ, դա էլ կունենա, բայց խանութներում վաճառում են, շատ հանգիստ կարող եք օգտագործել։ Ինչ ենք անում, վերցնում ենք ամենը ու հերթով սիրուն հավաքում ենք։ Մի փոքրիկ բաժին կրեմ պարտադիր ներքևի հատվածում, դա շատ կարևոր է, ոչ թե որ տիրամիսուն չկպնի, կամ ինչ-որ բան, այլ հենց այսպես է շատ համեղ, ինքը պետք է ներքևի հատվածում այսպես առատ կրեմ ունենա։ Ու իդեպ սուրճը նույնպես, եթե հնարավոր է էսպրեսո սուրճ էփեք, հնարավորություն կա, այդպիսի սուրճ էփեք, եթե ոչ, սովորական սուրճն էլ կլինի։ Խորհուրդ չեմ տալիս լուծող սուրճ, որովհետև ուրիշ համոհոտ ունի, իսկական տիրամիսուն, իսկական սուրճով եմ պատրաստում, սիրելիներս։ Սկսեցինք։ Այսպես սիրուն թրջեք ու հերթով հավաքեք։ Առատ բաժին կրեմ ենք ավելացնում ու տարածում։ Ու հետո այսպես սիրուն կակաո ենք ցանում, դառը կակաո, սա էլ է շատ կարևոր։ Շաքարային կակաո չցանեք, բարձր որակի։
դեսերտն է, սիրելիներս, սրանից համեղ չկա։ Պատրաստեք անպայման հենց այս բաղադրատոմսով, եթե ուզում եք իսկական տիրամիսու ուտեք։ Արդեն նշեցի, ձուն հում ուտելու վախից խուսափելու համար գոլորշու վրա պարզապես հարեք, կամ էլ շաքարավազը կարող եք պարզապես եփել, պատրաստել օշարակ եւ հետո ավելացնել, ձուն այդպես կտաքանա եւ ոչ մի խնդիր չկա, սիրելիներս։ Իսկ եթե հնարավորություն կա պաստորիզացված ձու ձեռք բերել, դա արդեն խնդիր չէ։ Այնպես որ պատրաստեք, սիրելիներս, պարտադիր պատրաստեք ու ինձ նկարները կուղարկեք։ Շնորհակալ եմ, սիրելիներս, որ դիտում եք, շնորհակալ եմ, որ իմ ալիքում եք, կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Հաջողություն բոլորին։